Դատավորի որդին կալանավորվել է Հավանա ռեստորանի սեփականատիրոջ կաշառքի գործով։ Ինչպես նկատում ենք, հակակոռուպցիոն կոմիտեում Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյաների կաշառքի գործով կծիկը հասել է դատավորների հարազատներին ու ուշագրավ զարգացումներ են սպասվում։ Մայիսի 27-ին կաշառք ստանալու դեպքերի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում կոմիտեն գործողություններ էր իրականացրել Երևանի քաղաքապետարանում։ Արդյունքում ձերբակալվեցին եւ հիմա կալանքի տակ են գտնվում մի շարք անձինք։ Ձերբակալվածները քաղաքապետարանի նախկին աշխատակիցներ էին, նրանցից մեկը Ղափլանյան Գևորգն էր, որն աշխատել է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունում։ Նրան ձերբակալել էին տանից։ Նա նշված վարչությունում եղել է տեսուչ, 23-ից 25 միլիոն դրամ կաշառք է վերցրել Հավանա ռեստորանի սեփականատեր Աշոտ Բաղդասարյանից, որի ռեստորանն այժմ վերանվանվել է Park Bridge։ Գևորգ Ղափլանյանը կալանավորվել է, իսկ Աշոտ Բաղդասարյանի նկատմամբ ազատության հետ առնչվող խափանամիջոց էր ընտրվել։ Սակայն ուշագրավ զարգացումները այսքանով չեն ավարտվում։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն հենց այս քրեական վարույթի շրջանակներում էլ կալանավորվել է Շիրակի մարզի առաջին այցանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գուրգեն Մալխասյանի որդին։ Ավելին մեզ հասած լուրերի համաձայն մայիսի 30-ին էլ հակակոռուպցիոն կոմիտեն կաշառքի վարույթի շրջանակներում խուզարկել է Nefrit Mining ՍՊ ընկերության գրասենյակը, որը կապ ունի կաշառքի գործով անցող անձանցից մեկի հետ։ Մենք հետևում ենք այս քրեական գործի ընթացքին։ Ուշագրավ զարգացումներն առաջիկայում սպասվում են։